Եվ այսպես ամբողջ իրականությունը, թե երեխան որտեղից որտեղ է հասել, երեխան ընկել է ջրի կանալը, որը ոռոգման ջրի համար էր, ոնց որ հասկացանք, օգտագործվում, որը գնում եւ հասնում էր մինչեւ գետ։ Այդ կանալը անցնում էր իրանց տան մոտով, որտեղ որ երեխան խաղացել է, երեխան ընկնելով այդտեղ չէր կարող միայնակ այդտեղից դուրս գալ եւ հետեւաբար մինչեւ վերջ ընկել եւ գնացել է դեպի գետը եւ վերջում ընկել գետը։ Իսկ ինչի երեխան այդտեղ ընկնելուց հետո ձայն չի հանել, միգուցե ջուր է կուլ տվել, որովհետև այդտեղ եւս եղել է ջուր եւ որովհետև այդտեղ այդ օրերին եւս վարար ջուր է անցել եւ երեխային կարող էր նույնիսկ միանգամից տանել եւ գցել գետը։ Սա է եղել երեխայի ամենահավանական գետը ընկնելու պատմությունը։ Ցավալի, ողբերգական, ամբողջ հայ ազգին սա ցավ պատճառեց, խոսքը փոքրիկի մասին է, ով անզգուշաբար ընկավ գետը եւ խեղդվեց, 20 օր փնտրեցին եւ վերջում շատ հեռու 7 կիլոմետր հեռու գտան եւ մենք նաեւ ուզում ենք ասել, որ հայրը եւ պապիկը գործ են արել ճանապարհին իրենց մեքենաներից մեկի վրա եւ իրենք ասում էին, որ իրենք չեն նկատել, որ երեխան գա եւ անցնի իրենց կողքով եւ հետեւաբար հաստատվում է, որ երեխան ճանապարհով չի անցել, այլ ընկել է ջրի կանալը եւ այն նրան գցել է գետը։ Կամ նա քայլելով է կանալով գնացել, որպեսզի այսպես ասածի ելք գտնի եւ դուրս գա այդտեղից, բայց դե բարձր է եղել պատերը, նա ինքնուրույն չէր կարող դուրս գալ, ուղիղ գնացել եւ ընկել է գետը։ Եվ այնտեղ երեխային նկատելը ըստ էության եղել է անհնարին, որովհետեւ որևէ մեկը չի պատկերացրել, որ երեխան կարող է հայտնված լինել ջրի կանալում։ Նաեւ իհարկե այստեղ անվտանգային հարցեր կան, հենց այդ կանալը ընկնելը, հենց գետը, եթե կանալը կարող են վերահսկել, կարող են իհարկե ցանց դնել եւ այլն եւ այլն, գետը եւս պետքա գյուղական միջավայրերում փակվի ինչ-որ պատնեշով, որ հասանելի չլինի երեխաների մուտքը դեպի գետի ափեր։ Գյուղական ինչ-որ մի հատված, դա կլինի մի կիլոմետր հատված, դա կլինի 2 կիլոմետր, 4 կիլոմետր, պետքա փակվեն հատուկ պատնեշներով, անվտանգությունը պետքա լինի բարձր մակարդակի վրա, այսպես ուղղակի բարձի թողի վիճակում ապրում են մեր հասարակության ժողովուրդը։ Ամեն օր, այս վերջին օրերին, մենք Facebook-ով, տարբեր աղբյուրներով տեղեկանում ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ մի ջրամբարից, լճից, գետից, ինչ-որ մի ջրային հատվածից հանեցին։ Իհարկե սա շատ ցավալի է։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մահվան գոտի։ Ամեն օր այս փոքր ազգի մեջ դժբախտ պատահարներ, սպանություններ, ինքնասպանություններ, շատ է այս դեպքերը, օրեկան մի քանի դեպք, ու սա հասկանում ես, որ չգիտես ինչից է գալիս, մեր ժողովրդի վրա երևի թե ինչ-որ անեծք կա եւ դա էլ այն պատճառով, որ մեր հոգեվոր կյանքը այդքան էլ ճիշտ ուղու վրա չէ, Գարեգին Բ. կաթողիկոսը հեռացել է ժողովրդից, ժողովուրդն էլ հեռացել է Աստծուց եւ հետևանքները հենց այսպիսին էլ պետքա որ լինեին։ Եվ այսպես ուշադրություն, ճիշտ է երեխային գտան, բայց համացանցում թեժանում է իրավիճակը, մարդիկ մեղադրում են էքստրասենսներին խաբեության համար, որոշ մի մասը մեղադրում է երեխայի ծնողներին անուշադրության համար, ծնողներին մեղադրել իհարկե պետք չէ, որովհետև բոլորի հետ կարող է պատահել։ Դա դժբախտ պատահար էր, նորմալ ընտանիք է, նորմալ մարդիկ են, եւ այդ մարդիկ հաստատ նման դեպք իրենց կյանքում չէին կարող պատկերացնել, որ տեղի կունենար, եղել են երեխայի նկատմամբ շատ զգույշ, հոգատար, ուշադիր, բայց մի պահ, երբ որ աչքը թարթել են, արդեն երեխան անհետացած է եղել։ Էքստրասենսները, որոնք փորձում էին իրավիճակը տանել այլ ուղղությամբ, երբ որ ոստիկանությունն ասում է հետքեր չկան, նրանք պնդում էին, որ չէ, երեխային առևանգել են, ծնողներին, հարազատներին հույս էին տալիս եւ գետում որոնողական աշխատանքների վրա բացասական ազդեցություն էին ունենում, փրկարարներ իրենց հույսը մի փոքր կորցրած, բայց շարունակում էին աշխատանքները, որոշները նաեւ հույս ունենալով, որ երեխային գետից չեն գտնելու, այլ էքստրասենսները ճիշտ են դուրս գալու եւ երեխան լինելու է առևանգված։
Երևի թե դա էր պատճառը, որ որոնողափրկարարական աշխատանքները տևեց 20 օր, որը բավականին երկար ժամանակ է իհարկե, բայց համենայն դեպս գոնե երեխան գտնվեց, շատ ցավալի է, ծանր է իհարկե, որ երեխան գտնվեց գետում, բայց 90%-ով երեխան հենց գետն էլ ընկել էր առաջին իսկ օրվա այդ ամբողջ զննություններից հետո այդ պատկերը ստացավ, թե ոստիկանություն, թե փրկարար ծառայությունը, թե հանրության որոշ մի մաս, որը իրատես է, այլ ոչ թե հեքիաթներով ապրող, բայց բոլորս էլ կուզենայինք, որ երեխան լիներ ողջ։ Այս ընթացքում իրենց հաճախորդներ փնտրող էքստրասենսները, որոնք մեկ ժամվա համար մարդկանցից պահանջում են 50,000 դրամ, էքստրասենսները փորձեցին աչոկներ հավաքել երեխայի պատմության հիման վրա, ասելով, որ երեխան այսինչ տեղն է, այնտեղ է, փնտրել են էքստրասենսների ասած բոլոր վայրերում, որևէ տեղ բնականաբար երեխան չէր գտնվել, եւ այս մարդիկ ոնց են կարողանում դրանից հետո մարդկանց խաբել, մարդիկ էլ այցելում են սրանց, գումար են վճարում այս սատանայական ծառայության համար, որը հորինվածք է ամբողջությամբ, որը որևէ ձև չի կարող մարդուն ինֆորմացիա տալ իր ապագայի, անցյալի կամ ներկայի մասին, մարդկանց կոչ են անում հեռու մնալ էքստրասենս կոչվածներից։ Իհարկե միգուցե իրականում կան մարդիկ, ովքեր որ օժտված են ինչ-որ մի տաղանդով, բայց Հայաստանի Հանրապետությունում 90%-ը շառլատաններ են, խաբեբաներ են, եթե կային այդքան ուժեղ էքստրասենսներ, թող գնային եւ ցույց տային, թե որտեղ է գտնվում երեխան գետի որ հատվածում։ Փոխարենը նրանք ընտրեցին տանջել հասարակությանը, ծնողներին, գյուղացիներին ինֆորմացիան կեղծելով եւ միգուցե նաեւ որոշներ իրանց հավատում էին, օրինակ ծնողները միջև վերջ դե ծնողներն են հույս ունեին, որ երեխան ողջ կլինի, դա միակ հույսն էր, որ սփոփում էր իրանց, որ ամեն օր գետից երեխային չէին գտնում, դա իրանց համար մխիթարանք էր, որ երեխան կհայտնվի, մեկը նրան տարած կլինի եւ կգտնեն, կվերադարձնեն փոքրիկին, բայց ցավոք սրտի դա այդպես չեղավ, շատ սարսափելի դեպք էր սա, Հայաստանի Հանրապետությունում արդեն այս դեպքից հետո շատ շատերը այլ կերպ են վերաբերվում իրանց երեխաներին, ուշադրությունը տասնապատիկ ավելացրել են, որովհետև հասկանում են, որ որևէ վտանգից որևէ մեկը ապահովագրված չէ։ Արդեն իհարկե բոլորից հայտնի դարձավ հետևյալը, որ փոքրիկ Տիգրանին հայտնաբերել են գետում, իրենց տան մոտից 7 կիլոմետր հեռավորության վրա, Հրազդան Ջեկի հարևանությամբ, ճահճային հատվածում, ծառերի բույնի մոտ։ Դատաբժշկական փորձաքննությունը առաջին պատասխանը տվել է, որ երեխային արտաքին զննությամբ պարզվել է, որ նրա վրա չկան բռնության հետքեր, իհարկե հարուցվել է քրեական գործ եւ մանրամասները շուտով կպարզվեն, բայց մանրամասներ չկան, մանրամասները հետևյալն են, որ երեխան գնացել է եւ ընկել է գետը։ Իհարկե էքստրասենսներ, հիմարություններ լիքը, մենք ամենասկզբից էլ հայտնում էինք, որ երեխան ընկել է գետը, ուղղակի դրա մասին մենք սկսեցինք որոշ ժամանակ չխոսել ծնողներին, ընտանիքի անդամներին հույս տալու նպատակով, քանի որ նրանք